Հիսուս Քրիստոսի հարության տոնից 50 օր հետո հունիսի 8-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է հոգեգալստյան տոնը։ Հրեական Պենտեկոստեի հիսնակացի տոնակատարության օրը կատարվեց աստվածային խոստումը, Սուրբ Հոգի որպես մխիթարիչ հայտնվեց աշակերտներին, եւ ինչպես ավետարաներում է պատմվում, Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ վերնատանը, երկնքից հանկարծակի մի ձայն լսվեց, որն ուժեղ քամու սուլոց էր հիշեցնում, եւ լցրեց ամբողջ վերնատունը։ Սա հավատքի, նորոգման եւ քրիստոնեության վերահաստատման տոնն է։ Եթե բաբելոնյան աշտարակաշինության ընթացքում Աստված բաժանեց մարդկանց լեզուները, ապա այժմ միավորեց մարդկությանը Սուրբ Հոգու զորությամբ առաքյալների տարբեր լեզուներով խոսելու միջոցով։ Ավետարանը վկայում է, որ Սուրբ Հոգին գործում է մարդկանց մեջ զանազան կերպերով։ Սուրբ Հոգին մի դեպքում ներկայացվում է որպես շունչ, քամի, մի ուրիշ դեպքում որպես աղավնի, հրեղեն լեզու, ամպ եւ այլն։ Այս ամենը բնորոշում է ոչ թե նրա էությանը, այլ գործունեությանը, իբրև կատարյալ Աստված նա հավասար է Հորը եւ Որդուն։ Հայ եկեղեցում հոգեգալստյան տոն ունի 35 օրվա շարժականություն, ուստի կատարվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը ձգվող ժամանակամիջոցի համապատասխան կիրակի օրը։